Ողջույն սիրելի հետևորդներ, Հայքի տաղավարում այսօր իմ հյուրն է փիլիսոփայական գիտությունների թեկնածու, Հայք կուսակցության խորհրդի անդամ Յուրի Հմայակի Հովհականյանը։ Բարև ձեզ, պարոն Հովհականյան։ Բարև ողջույն։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես էլ շնորհակալ եմ հրավերքի համար։ Եվ առաջին հարցը ձեզ, երբ մարդիկ ասում են, որ բոլոր կարմիր գծերը հատվել են, դա քաղաքական չափազանցություն է, թե արդեն ազգային անվտանգության իրական ահազանգ։ Ժողովրդական իմաստնախոսությունն ասում է, եթե կա ծուխ, նշանակում է կա կրակ։ Ծուխ առանց կրակի չի լինում։ Հետևաբար, եթե ժողովուրդն ասում է, որ հատվել են բոլոր կարմիր գծերը, դրա մեջ կա ճշմարտություն, եթե անգամ կա չափազանցում։ Բնական է, որ այն ինչը որ ժողովուրդն ասում է, դա անպայման որոշ չափով չափազանցվում է։ Բայց բոլոր դեպքերում մենք այսօր կանգնած ենք մի իրավիճակի առաջ, որը կարելի է բնութագրել եւ տնտեսական, եւ քաղաքական, եւ մշակութային, եւ հոգեվոր ճգնաժամ։ Եվ եթե այդ ճգնաժամը կա, նշանակում է հատվել են բոլոր կարմիր գծերը, հակառակ դեպքում այդ ճգնաժամը չէր լինի։ Եվ այդ կարմիր գծերի հատման մեղավորը ոչ միայն իշխանություններն են, այլև այդ իշխանություններին բերող զանգվածը, այսինքն մենք։ Շատ լավ, ինչ ճանապարհով կարող է Հայաստանը դուրս գալ այս ներքին անվստահության ու պարտությունների քաոսից։ Բարդ հարց եք տալիս, շատ բարդ հարց եք տալիս, որովհետև ես ինքս, որ բազում ընտրությունների եմ մասնակցել, այսօր հավատ չունեմ, որ ընտրություններով կարելի հաղթահարել կամ հաղթել մեկին, ով փողոցից է եկել։ Փողոցից եկածին փողոցի ճանապարհով են հաղթահարում, այսինքն փողոցն է հեռացնելու, այլ տարբերակ ես չեմ տեսնում։ Այսօրվա վարչապետը բավականին ազնիվ էր 2018 թվականին, երբ ասում էր կամ ես եմ լինելու վարչապետը, կամ Հայաստանը վարչապետ չի ունենալու։ Հետագայում, երբ որ նա սկսեց եկեղեցու դեմ պայքարել, ես սկսեցի հետադարձ հայացքով վերլուծել նրա ասածը։ Եվ գիտեք ինչ ընդհանրացում արեցի։ Նա, եթե հայ եկեղեցին ունի իր կաթողիկոսը, որը ցմահ է, հա, նա ուզում է հանրապետության կաթողիկոս լինել, ցմահ։ Եթե ինքը չի, ուրեմն ուրիշ վարչապետ լինել չի կարող։ Եթե ուրիշ վարչապետ լինել չի կարող, նշանակում է նա նախապես արդեն որոշել է, կամ այն քաղաքական ուժերը, որ նրան բերեցին իշխանության, արդեն նրան տվել են այն երաշխիքները, որ իրենք երբեք թույլ չեն տա, որ որևէ այլ քաղաքական ուժ գա իշխանության։ Անկախ նրանից թե ընտրությունները ինչպիսին կլինեն, որովհետև դեռևս խորհրդային տարիներին տարածված մի ասույթ կար, ասում էին, ձայները չեն կարևորը, կարևորը հաշվողներն են։ Այսօր բոլոր հաշվողները, եթե այդ հաշվողներին երանգավորումներ տվողները, այս իշխանության հովանավորներն են։ Արևմուտքը տեսեք ինչ է ասում, ինքը բացահայտ աջակցում է քաղաքացիական պայմանագրին, բայց մեղադրում է Ռուսաստանին հիբրիդային պատերազմի մեջ, երբ որ ինքը կոնկրետ աջակցություն է ցուցաբերում այսօրվա իշխանություններին, եւ նույնիսկ 2 տարվա երաշխիք է տալիս, որ 2 տարի ինքը առնվազն Հայաստանում պետք է մանդատ ունենա վերահսկելու իշխանության նկատմամբ քաղաքացիների վերաբերմունքը։ Այսօր մենք լուրջ խնդրի առաջ ենք կանգնած։ Դա չի նշանակում, որ ես հիասթափեցնում եմ մեր ժողովրդին, չէ։ Ժողովուրդը պետք է անպայման գնա ընտրության, անպայման պետք է գնա ընտրության, որովհետև 5 տարի մեկ մարդուն ընդամենը մեկ անգամ տրվում է հնարավորություն իր ձայնը տեղ հասցնելու։ Ինձ ընտրողներից մեկը ասում է, դե պարոն Հովհականյան, փող գտանք անցնի։ Ասում եմ, տարբերակ է, կտան, բայց կոնե ձեր ձայնը թանկ վաճառեք, ասում է օրինակ ինչքան, ասում եմ օրինակ ես էլ կարող եմ իմ ձայնը ծախեի, բայց պարզապես իմ ձայնը գնելու համար հնարավոր ֆինանս չկա, թանկ ծախեք կոնե, այսինքն դուք ձեր արժեքը իմացեք, ձեր արժեքը $100 չի, $1000 չի, միլիոն է, միլիարդ է, դուք դա իմացեք, որովհետև դուք դրանով իշխանություն եք ձևավորելու, դուք դրանով ձեր երեխաների ապագան եք նախապատրաստելու։ Իսկ ինչ կարող եք առաջարկել, որպեսզի ես առաջարկում եմ մի բան, որ բոլորը պետք է գնան ընտրության, առաջինը դա է, եւ բոլորը պետք է ձայն
ձայնը իրենց տան ոչ իշխանություններին, կարգախոս լինելու է դա, ոչ իշխանություններին։ Բավականին լուրջ կուսակցություններ կան, որոնք մասնակցում են ընտրություններին եւ հատկապես ընդդիմության դաշտում, ես նրանց անունները չեմ տա, որ չասեն հանգարց որևէ մեկին ես համակրում եմ բոլոր ընդդիմադիրներին, բոլորին, անխտիր։ Բայց ես կողմ եմ, ես իմ ձայնը տալու եմ, օրինակ կոնկրետ ես իմ ձայնը տալու եմ այն կուսակցությանը կամ այն խմբին, այսպես ասեմ, որը հաստատ համոզված եմ, որ այս իշխանություններին կանչելու է պատասխանատվության այս 8 տարիների կատարված անօրինությունների համար, Արցախի հանձնման համար, արցախցիների հայրենազրկման համար, Հայաստանի սահմաններում նստած թուրքական բանակի համար, այն սրտիկների համար, որ վարչապետն անում է, եթե այդ սրտիկներին դուք լավ եք նայել, դա երկու գորշկայելների համբույրն է, այն շքանշան դարձած Հայաստանի քարտեզի համար։ Ես այդ թեմայով ձեզ հարց էի դեպ ուզում ուղղել, Հայաստանի քարտեզը փակցնելու քայլը կրծքին Նիկոլ Փաշինյանի կողմից ընկալվեց որպես քաղաքական խորհրդանիշ, բայց ինչու հասարակության մի մասի համար դա ասոցացվեց ոչ թե հպարտության, այլ կորստի ու ցավի հետ։ Գիտեք ինչ, ընդհանրապես յուրաքանչյուր քաղաքական ուժ, երբ որ մտնում է մրցակցության, նա անպայման օգտագործում է որոշակի սիմվոլիկա։ Այդ սիմվոլիկան բնական է, որ ԿՊ-ում չի մշակվել։ Այդ սիմվոլիկան մշակվել է ավելի բարձր հաստատություններում, որը փոխանցվել է իրենց, բայց այդ սիմվոլիկան, եթե դուք մշակույթի տեսանկյունից նայեք, շատ տխուր սիմվոլիկա է, բացասական էներգիա փոխանցող սիմվոլիկա է, որովհետև բոլոր հայերը, համենայն դեպս ոչ երիտասարդ, կոնե միջին տարիքի հայերը հիշում են, որ այդ կրծքազարդը, դա հանգուցյալի դիմանկարն է, որը 40 օր հանգուցյալի հարազատները կրում էին իրենց կրծքավանդակին, սև ժապավենի մեջ։ Այստեղ միայն սև ժապավենն է պակաս։ Այսինքն, փաստորեն այդ Հայաստանի քարտեզը, մահացած Հայաստանի քարտեզն է, այսինքն 40 օր ընտրություններից 40 օր առաջ իրենք քեզ ասում են Հայաստանը մահացել է, դուք ձայն տվեք Հայաստանը սպանողի համար, սա է, հասկանում եք։ Սարսափելի է, ինչ ասում։ Իսկ հիմա ես իհարկե չեմ տեսել, պատմում են, որ նույնիսկ բլիթներ են սարքել այդ քարտեզների տեսքով եւ բաժանում են երեխաներին։ Եվ գիտեք դա ինչ խորհրդանիշ է։ Դա մոտավորապես դուք բոլորդ քրիստոնյաներ եք, մենք բոլորս քրիստոնյաներ ենք, եւ մենք եկեղեցի ենք այցելում եւ մեզ օրհնված հաց են տալիս։ Դա Հիսուսի մարմինն է իրականում, Այսինքն մենք համտեսում ենք Հիսուսի մարմինը, ընդունելով Հիսուսի օրհնությունը, Հիմա երբ որ քեզ տալիս են Հայաստանի քարտեզը որպես բլիթ, իրականում ստացվում է, որ քեզ տալիս են Հայաստանի քարտեզը, որ դու ծամես, Հայաստանը դու ուտես, մարսես, որ վաղը, ինչպես որ բոլոր պոպուլիստներին է հատուկ, այս պոպուլիստ իշխանությունները հայտարարեն, այդ մենակ մենք չէինք, մենք առաջարկեցինք, բա դուք ինչու արեցիք, մենք սխալ էինք, ենթադրենք, մենք չպետք է դա անեինք, բայց չէ որ դուք այդ Հայաստանի քարտեզը կերաք, մենք մեր տոշին էինք խփել ընդամենը, իսկ դուք կերաք։ Ամեն դեպքում իշխանությունը այդպիսի սիմվոլներով փորձում է միավորել հասարակությանը, թե հակառակը նման քայլերն ավելի են խորացնում։ Ընդհանրապես ոչ միայն այդ սիմվոլը, բոլոր սիմվոլները բաժանարար են։ Բոլոր սիմվոլները բաժանում են։ Եթե սիմվոլը միասնական չէ, միասնության սիմվոլը Հայաստանի դրոշն է։ Միասնության սիմվոլը Հայաստանի գերբն է։ Բայց հենց որ դու Հայաստանի գերբից հանում ես Արարատը, արդեն բաժանում ես։ Երբ որ դու ասում ես ես սահմանադրությունից հանում եմ, անկախության հռչակագիրը, սահմանադրությունը միավորող է, բայց երբ որ դու հանում ես սահմանադրությունից անկախության հռչակագիրը,
Դրանով էլի բաժանում ես դու ժողովրդին։ Այսինքն սահմանադրությունը, դրոշը, գերբը, հիմնը, որոնք կոչված էին որպես սիմվոլներ միավորելու ժողովրդին, երբ որ դուք սկսում եք աղավաղել, աղճատել այդ սիմվոլները, դրանով դուք ոչ թե միավորում եք, այլ բաժանում եք ժողովրդին։ Դա մոտավորապես նույնն է, ինչ որ այսօրվա ընդդիմություն կոչված կուսակցության ներկայացուցիչներից մեկը նախկինում չէ, ժողովրդին բաժանում էր սևերի եւ սպիտակների։ Ինքը գնաց, այսօր ինքը ընդդիմություն է։ Ես չեմ կարող ասել, իրական է, կեղծ է, իրավունքը չունեմ։ Համենայն դեպս քաղաքական դաշտում եղած որևէ կուսակցության պիտակավորելու ես մտադրությունը չունեմ, որտեղ եթե քաղաքական կուսակցություն է, այդ քաղաքական կուսակցությունը կոչված է քաղաքական պայքարի համար։ Ժողովուրդն է որոշելու ծրագիրը կարդալով, ելույթները լսելով, թե այդ կուսակցության ինքը իր ձայնը տալու է, թե չէ, եւ եթե տալու է որպես ընդդիմություն, թե որպես իշխանություն, թե որպես աջակցություն իշխանություններին կամ աջակցություն ընդդիմությանը։ Նա է որ։ Հիմա երբ որ մենք նման սիմվոլիկա մի անգամ մտցնում ենք, ցավալիորեն մտցնելը հեշտ է, հանելն է դժվար։ Այսօր այդ մարդը վաղուց արդեն քաղաքական դաշտում խաղում է որպես ընդդիմություն, բայց իր մտածած սևերի ու սպիտակների բաժանումը ցավոք մնացել է։ Այո, կարծում եմ դեռ երկար Այնպես որ Հայաստանի սիմվոլ, Հայաստանի դրոշը որպես սիմվոլ, Հայաստանի քարտեզը որպես սիմվոլ, Հայաստանի գերբից հանված Արարատը որպես սիմվոլ, Արագածը պատին խփել որպես սիմվոլ, կամ դպրոցում հերոսների անկյունները մաքրել, կամ ենթադրենք ասել, որ Արցախը մենք տվել ենք եւ դրա փոխարեն անկախություն ենք նվաճել, պետություն ենք նվաճել, հասկանում եք, սրանք բոլորը սիմվոլիկա է, որը օգտագործվում է ժողովրդին բաժանելու համար, որովհետև բոլոր իշխանությունները հրաշալի հասկանում են, որ ցանկացած հասարակության մեջ կան տարբեր կերպ մտածող մարդիկ կան, որոնք միայն որովայնով են մտածում, միայն որովայնով, այսինքն փորս կուշտ լինեն նաև տեսարաններ, եւ ես երջանիկ եմ զգալու ինձ։ Մոտավորապես Հրանտ Մաթեոսյանի են կովի նման, որի որդուն ընդամենը, որի հորթին ընդամենը 3 էին մորթել, իսկ ինքը այսօր հաճույքով արոտավայրում կանաչ խոտ է արածում։ Պարոն Հովհաննիսյան, իշխանությունը հերքում է, որ դպրոցներում փառքի անկյունները վերացրել են։ Իրենք շատ բան են հերքում։ Իրենք հերքում են նաև, որ Արցախը իրենք չեն հանձնել են նախորդ իշխանությունները։ Իրենք հերքում են, որ ադրբեջանական զորքերը Հայաստանի սահմանում չեն, որովհետև դեմարկացիան հələ չի կատարվել, այսինքն դրանով հիմնավորում են, որ այսինքն նաև Ադրբեջանին հնարավորություն են տալիս կամ իրավունք են տալիս, որ ավելի խորանան, որովհետև ասում են սահմանազատում հələ չի եղել, մենք չգիտենք, դա մեր սահմանն է, թե մերը չի, հասկանում եք, իրենք շատ բան են ասում։ Աստվածին չեն հավատում, հավատում են տեսածին, դրա համար Աստվածաշնչում հայտնի դրույթ կա, չէ՞։ Մեկ անգամ տեսածը ավելի լավ է, քան 10 անգամ լսածը։ Տեսածին հավատացեք։ Խնդրեմ, ես վերջերս Սարդարաբադի դպրոցի տնօրենին ազատեցին աշխատանքից։ Ով ինչ ուզում է ասի, մարզպետը 1000 ներկայացում թող ներկայացնի, հա, 1000 հեքիաթ պատմի, բայց փաստը մնում է փաստ, չէ, որ Արցախի դրոշի համար են այդ մարդուն ազատել աշխատանքից։ Չէ՞։ Այո։ Փաստը մնում է փաստ։ Եվ պարզապես յուրաքանչյուր իշխանություն հենվում է, գիտեք ինչի վրա, ժողովրդի մոռացկոտության, հա։ Մարդը շատ հետաքրքիր էակ է ընդհանրապես, ինքը ընդունակ է շատ շուտ մոռանալու այն ամենը, ինչը իրեն ցավ է պատճառել։ Բավական է, որ երջանիկ մի պահ ունենաս, դա հասկանալու համար ընդամենը մանավանդ դուք կին եք, դուք հրաշալի եք դա հասկանում։ Երեխա ծնել, երեխա մեծացնելը դա աշխարհի ամենամեծ հոգսն է։ Բայց բավական է, որ մի հատ նայես քո երեխայի տեսքին եւ մոռանում ես ամբողջ այդ տառապանքը, որ դու կրել ես նրան մեծացնելուց, հասկանում եք։ Դրա համար էլ Ալբեր Կամյուն մի հրաշալի գործ ունի, հա, ուրեմն Կալիգուլան։ Հանգած չմտածեք, ես այսօրվա
մեր վարչապետի հետ եմ համեմատում Կալիգուլային, որովհետև Հա, Կալիգուլան հնար է բավականին համեմատել։ լուրջ անձնավորություն, նա փիլիսոփա է։ Նա փիլիսոփա է։ Նրան հասարակությունը դարձրեց իշադիչ, գազան։ Նա այդպես էլ ասում է։ Ասում է դուք ինձ դարձրեցիք այնպեսի ինչպեսին ես հիմա կամ։ Անկեղծ ասած մեկ-մեկ մտածում եմ, որ թերևս մեր վարչապետին էլ մենք դարձրեցինք այսպեսին ինչպեսին, որ հիմա ինքը կա։ Ոմանք ասին դու Աստված ես, ոմանք ասին դու հրեշ ես։ Եվ ինքը հիմա չի կողմնորոշվում, ինքը հրեշ է, թե Աստված է, ինքը չի կողմնորոշվում։ Եվ որոշ տեղեր փորձում է հանդես գալ որպես Աստված, բնական է, քանի որ ինքը Աստված չի կարող հանդես գալ, հետևաբար կեղծվում է, որոշ տեղեր հանդես է գալիս որպես հրեշ։ Հասկանում եք։ Սա է։ Դրա համար ինչ էր ասում Կալիգուլան։ Կալիգուլան ասում էր. ինչքան սեղմես այս ժողովրդին, ժողովուրդը նապաստակի նման է, այնքան ինքը սեղմաբելու է։ Այս իշխանությունները դա հրաշալի գիտեն։ Սեղմում են ժողովրդին, եւ այդ ժողովուրդը սեղմաբելու է։ Հա, ճնշում են ժողովրդին եւ ժողովուրդը ճնշվելու է, ճնշվելով սեղմաբելու է։ Այսինքն սեղմաբելով դառնալու է անդեմ, անես, ան ինքնասեր։ Կարծում եք մեր ժողովուրդը հիմա այդպեսին է դարձել։ Ոչ թե կարծում եմ, այլ այդպեսին է դարձել իրոք։ Իհարկե դա չի նշանակում, որ 100% այդպեսին է, չէ, ճնշող մեծամասնություն դարձել է այդպեսին, հասկանում եք։ Մի մասը դարձել է ստիպված, մի մասը դարձել է համոզմունքով, մի մասը նախորդ իշխանությունների նկատմամբ ունեցած ատելությամբ, մի մասը չեմ կարող հիմնավորել։ Այսինքն բոլոր, բայց այն որ մենք քաղաքական ազգ չենք, դա հաստատ է։ Դուք պատկերացրեք վրացիներին, եթե Վրաստանում, հա, Արցախի խնդիր ունենային ու Արցախի խնդրում վարչապետը լիներ մեղավոր, հա, այդ վարչապետին նրանք ցցերի վրա կհանեին, ցցերի վրա։ Բայց մենք փորձում ենք հիմնավորում տալ։ Ընդ որում հիմնավորում ենք տալիս շատ բացասական երանգներով, ասում ենք, տվել ենք, որ անկախություն ունենանք, հանձնել ենք, որ խաղաղություն ունենանք։ Գարեգին Նժդեհը, որը իմ քաղաքական չափորոշիչն է, որտեղ այդ մարդը եւ իր կյանքով, եւ իր մտածողությամբ, եւ իր զոհողություններով ապացուցեց, որ ինքը մեծագույն հայ է եւ մեծագույն զորավար։ Նամակներ հայ մտավորականությանը գրքի մեջ, որը 1929 թվականին հրատարակվել, այսպիսի մի տող ունի։ Պարտված ժողովուրդը խաղաղությունը չարաշահելու իրավունք չունի։ Խաղաղությունը չարաշահող պարտված ժողովրդի համար պատերազմն ավելի լավ է, քան խաղաղությունը։ Հասկանում եք։ Հասկանալի է։ Սա հասկանալ է պետք, բայց սա որ մի պարտավորականի ուղեղին հասցնես, հասկանում եք։ Շնորհակալ եմ կարծիքի համար, պարոն Հովականյան։ Հիմնավորելու պահով պարզապես ասեմ, որ մեր ժողովուրդը իրեն մխիթարելու համար սիրում է ամեն ինչ հիմնավորել։ Ոչ թե հոգեվերլուծական խնդիր է դա, հասկանում եք։ Յուրաքանչյուր պարտվող անպայման ուզում է, յուրաքանչյուր պարտվողական անպայման ուզում է, որ այդ պարտությունը ինքը դրսի ուժերով, հա, դրսի գործոններով բացատրել եւ հիմնավորել, որ ինքը այդտեղ որևէ մեղք, որևէ մասնակցություն չի ունեցել։ Այսինքն դա բնական երևույթ էր, դա պիտի կատարվեր, հասկանում եք։ Դրա համար էլի Գարեգին Նժդեհին դիմեմ, այն ժողովուրդը, որը իր բոլոր ձախողումների համար մեղադրում է ուրիշներին եւ իր փրկությունը որոնում է արտաքին ուժերի կողմից, ասում է, այդ ժողովուրդը երբեք հաջողություն չի ունենա։ Հասկանում եք։ Հոգեվերլուծությունը ասում է մի բան, որ յուրաքանչյուր անձնավորություն պատրաստ է արդարացնել իրեն ցանկացած գործոններով, ցանկացած հիմնավորումներով եւ ինչքան կատարած հանցանքը մեծ է, այդքան նա փորձում է որոնել գործոններ, հանգամանքներ, որոնք կկարողանան արդարացնել այդ հանցանքը։
Շատ լավ։ Շնորհակալ եմ պարոն Հովականյան Ես էլ հարցազրույցի եմ համար։ շնորհակալ։ Շնորհակալ եմ նաև եւս մեկ անգամ հրավերս ընդունելու համար։ Ես էլ եմ Ես շնորհակալ։ կարծում եմ սա մեր միակ հանդիպումը չի լինի։ Իզես սիրելի հետևորդներ, ուզում եմ եւս մեկ անգամ հիշեցնել, որ իմ հյուրն էր փիլիսոփայական գիտությունների թեկնածու Հայ կուսակցության խորհրդի անդամ Յուրի Հմայակի Հովականյանը։